Հարգելի գործընկերներ, վերսկսում ենք մեր աշխատանքները եւ այժմ ներկայացնում եմ Ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքները ամփոփելու մասին։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքը, այսօր Հայաստանի ընտրական օրենսգիրք 95-րդ հոդվածի առաջին մասի համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսգիրքի 75 հոդվածով սահմանված կարգով ժամկետներում ամփոփում է ընտրությունների արդյունքները եւ ընդունում հետեւյալ որոշումներից մեկը. Ազգային ժողով ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին, ազգային ժողովի պատգամավորի մանդատների նախնական բաշխման մասին, առանձին ընտրական տեղամասերում վերաքվեություն նշանակելու մասին, ազգային ժողովի ընտրությունները անվավեր ճանաչելու եւ ընտրությունների վերաքվեություն նշանակելու մասին, ազգային ժողովի ընտրությունների վերաքվեությունը անվավեր ճանաչելու մասին, այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է ազգային ժողովի նոր հերթական ընտրություն։ Նույն հոդվածի երկրորդ մասի համաձայն հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված որոշումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդունում է 101-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։ 5 ընդունելով Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 7-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, որը քիչ առաջ ընդունեցինք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով նախատեսված որոշումներ ընդունելու հիմքեր առկա չեն։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքի 95-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի համաձայն, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել սույն հոդվածի առաջին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված որոշումներից որևէ մեկը, ապա ազգային ժողովը ընտրվելու եւ մանդատների բաշխման մասին որոշումը ընդունվում է, եթե ընտրության արդյունքում ընտրությունին մասնակցող կուսակցությունների դաշինքներից մեկը սույն հոդվածի 4-ից 9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով ստացել է սույն հոդվածի 4-ից 9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Ազգային ժողովի պատգամավորի մանդատների նախնական բաշխման մասին որոշումը ընդունվում է, եթե ընտրությունին մասնակցող կուսակցությունների դաշինքներից ոչ մեկը սույն հոդվածի 4-ից 9-րդ մասերի հերթական կիրառման արդյունքով չի ստացել սույն հոդվածի 4-ից 9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը։ Ազգային ժողովի մանդատները բաշխվում են այն կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի կուսակցության դեպքում 4%, մինչև 3 կուսակցություններից կազմված կուսակցությունների դաշինքի դեպքում 8%, իսկ 4 եւ ավել կուսակցություններից կազմված դաշինքի դեպքում 10% կողմ քվեարկած քվեաթերթիկները։ Եթե կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի եւ անճշտությունների թվի գումարի առնվազն 4, 8, 10% կողմ քվեարկած քվեաթերթիկները ստացել է 3-ից պակաս կուսակցությունների դաշինք, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են սույն օրենքով սահմանված արգելապատնեշները հաղթահարած եւ օրենքով կուսակցության եւ կուսակցությունների դաշինքի համար սահմանված արգելապատնեշին առավել մոտ թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները եւ կուսակցությունների դաշինքները։ Նշված իրավադրույթների պահանջների համապատասխան մանդատների բաշխմանը մասնակցում են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը 726,818, այն է տոկոսային արտահայտությամբ 49,7466 հազարորդական։ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը 340,006 քվե, տոկոսային արտահայտությամբ 23,2,715 հազարորդական տոկոս։ Հայաստան դաշինքը կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը 144,983, 9,9233 տոկոսային արտահայտությամբ։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքի 95-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի համաձայն ազգային ժողովի մանդատները բաշխվում են կուսակցությունների
կուսակցությունների դաշինքների միջև նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկած քվեաթերթիկների թվին համամասնորեն։ Յուրաքանչյուր կուսակցության դաշինքին հասանելիք մանդատների թվի հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ. յուրաքանչյուր կուսակցության դաշինքին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը բազմապատկվում է 101-ով, արդյունքը բաժանվում է արգելապատնեշը հաղթահարած կուսակցությունների դաշինքի կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թվի վրա։ Այդ թիվն է 1,211,808 եւ առանձնացում են ամբողջ թվերը, որոնք յուրաքանչյուր կուսակցության դաշինքի հասանելիք մանդատների թվերն են։ Մինչև 101 մանդատ մնացած մանդատները կուսակցությունների դաշինքների միջև բաշխվում են ըստ մնացորդների մեծության, հերթականության յուրաքանչյուրին մեկական մանդատ սկզբունքով։ Մնացորդների մեծության հավասարության դեպքում վիճարկող մանդատը տրվում է այն կուսակցությունների դաշինքին, որին կողմ քվեարկած քվեաթերթիկների թիվը ամենամեծն է, իսկ դրան հավասարության դեպքում մանդատը տրվում է վիճակականությամբ։ Վերնշված իրավակարգումների համապատասխան ազգային մանդատները բաշխվում են հետևյալ կերպ. Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 61 մանդատ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք 28 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 9-րդ մասի համապատասխան ազգային փոքրամասնության ներկայացուցիչների մանդատները կուսակցությունների միջև բաշխվում են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 3 մանդատ, այն է ազգային փոքրամասնություններից եզդի, ռուս եւ քուրդ մանդատները եւ ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին ազգային փոքրամասնության 1 մանդատ, այն է ասորի ազգային փոքրամասնության մանդատ։ Հիմք ընդունելով վերագրյալը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն ընտրվել է եւ մանդատները բաշխվում են։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 61 մանդատ, Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք 28 մանդատ, Հայաստան դաշինք 12 մանդատ։ Ընտրական ցուցակների երկրորդ մասից մանդատ ստացող ազգային փոքրամասնությունները եզդի քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ռուս քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, ասորի Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինք, քուրդ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն, որոշումը ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելու պահից, սյուն որոշումը կարող է քարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան, որոշման հրապարակման օրվանից 5-րդ օրը մինչև ժամը 18:00։ Հարգեգործներ, նախագիծը ներկայացրեցի, հարցեր կան նախագիծի հետ կապված։ Չկան ելույթներ, չկան, այդ դեպքում որոշման նախագիծը ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ որոշման հաստատմանը։ Կողմ 7 որոշումը ընդունված է, մեր նիստը հայտարարում է փակված։